Ուրարտուի պատմությունը շատ ուժեղ ենթարկվել է քաղաքական ճնշման։ Մենք գիտենք հստակ եւ հրատարակվել է նաեւ Պետրովսկու խոստովանությունը, որը նրա շատ այսպես հարգելի հետևորդներից մեր լավագույն գիտնականներից Սիմոն Հմայակյանը հրատարակեց եւ հրատարակվել են մեր գիտնականների ուրիշ տեղեկություններ եւս, որ ժամանակին Ստալինը հրավիրելով հայ գիտնականների ուղղակի բաներ անում, որ այդ ուրարտացիները վայրենի նվաճող բարբարոս դուք հայերդ աշխատավոր նորմալ ժողովուրդ եք, դուք կապ չունեք Ուրարտուի հետ։ Ուրարտուի ուսումնասիրությունը սկզբում 19-րդ դարավերջ 20-րդ դարի առաջին տասնամյակներ ամբողջությամբ դա հնդեվրոպական պետություն է համարվում։ Եվ մեկ էլ Պետրովսկին գրում է մի աշխատանք, որ դա ոչ միայն հայկականության հետ կապ չունի, այլ հնդեվրոպական չի։ Վանի թագավորության դիցարանը, եթե ասենք օրինակ Ժորժ Դյումեզիլ կար հնդեվրոպական դիցաբանության մասնագետ, որ գրեց հնդեվրոպական գերագույն աստվածները, Արմեն Պետրոսյան ունենք, ինքը մի անգամ հետաքրքիր բան ասեց, ասում է, որ այս անունները տայր Դյումեզիլին, ասել մի հատ հնդեվրոպական դիցարան կառուցի, ավելի լավ չէր